Հերթական նիստերից հետո պատգամավորների նախաձեռնությամբ գումարվեց արտահերթ նիստ, քննարկման դրվեցին մի քանի նախագծեր, օրենսդրական կարգավորումներ դատաիրավական համակարգում, վերանայումներ մեդիա ոլորտում։ Առանցքում էր եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը, որը մեր երկրում փուլային տարբերակով ներդրվեց 2023 թվականից։ Փոփոխություններ հարկային օրենսգրքում եւ կից ներկայացված փաթեթում հեղինակը քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներն են։ Նախագիծը մանրամասնում է ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը։ Հայտարարատու անձանց խմբերի շրջանակը ևս ընդլայնվում է աստիճանական կարգով, վերջին երրորդ փուլի հայտարարատու են հանդիսանալու մեր երկրի բոլոր քաղաքացիներն, այդ թվում կենսաթոշակառուները։ Կիրարկման ժամանակահատվածում վերանայումներ եղել են, վերջինը վերջնաժամկետի փոփոխություններ։ Հայտարարագիրը լրացնելու համար պետք էր ունենալ էլեկտրոնային ստորագրություն, այսինքն կամ ID քարտ կամ eSIM, եւ մեր հայրենակիցներից շատերը միանգամից այդ մեծ հոսքի պատճառով հնարավորություն չեն ունեցել ստանան այդ քարտերը եւ մենք այն ժամանակ հայտարարագրերի վերջնաժամկետը երկարաձգեցինք մինչեւ նոյեմբերի 1-ը, որը նաեւ հաջորդ տարվա համար է պահպանվելու։ Ելնելով եկամուտների համընդհանուր հայտարարագրման վիճակագրությունից իշխող խմբակցության պատգամավորները նախաձեռնել են մեկ այլ փոփոխություն։ Դիտարկվեց այն հանգամանքը, որ հայտարարագիր ներկայացրած շուրջ 140,000 քաղաքացիների զգալի մասը այն լրացրել է առանց որևէ փոփոխության։ Այսինքն պետական եկամուտների կոմիտեն, երբ քաղաքացիների հայտարարագրերը ինքնաշխատ տարբերակով լրացնում է, քաղաքացիների մեծ մասը այդտեղ որևէ փոփոխություն չեն կատարել եւ հաստատել են ուղղակի այն տարբերակով, ինչ տարբերակով, որ նախալրացված է եղել։ Եվ մի ստվար խումբ էլ մեր քաղաքացիների, մոտավորապես 20%-ը, այդտեղ ավելացրել է ընդամենը մեկ կոմպոնենտ, մեկ-երկու կոմպոնենտ, որոնք վերաբերել են հիմնականում ստացված վարկերին եւ փոխառություններին եւ ավանդներից ստացած եկամուտներին։ Ինչպես փաստում է Բաբկեն Թունյանը, հաշվի առնելով վիճակագրական պատկերը, հայտարարատու անձանց պատասխանատվության մեթոդները խորհրդարանականները նախագծով առաջարկում են մոտիվացիոն բնույթ կրող փոփոխություններ։ Հայաստանի Հանրապետության բոլոր այն քաղաքացիները, որոնք որ հայտարարատու են ըստ օրենքի, կարող են մինչև վերջնաժամկետը չմտնել եւ չլրացնել իրենց հայտարարագրերը եւ իրենց հայտարարագրերը կհամարվեն լրացված եւ հանձնված այն ինֆորմացիայի հիման վրա, որը որ պետական եկամուտների կոմիտեին տեսանելի է։ Եվ ըստ այդմ պետական եկամուտների կոմիտեի տվյալների հիման վրա լրացված հայտարարագիրը կհամարվի լրացված եւ հանձնված։ Ըստ այդմ նաեւ վերացնում ենք պատասխանատվությունը հայտարարագիր չլրացնելու համար։ Կարևոր փոփոխությունների շարքում պատգամավորը մատնանշում է նաև սոցիալական կրեդիտների համակարգն ու դրանից օգտվելու պայմանը։ Այն հնարավորությունը, որ մարդիկ կարող էին իրենց վճարած եկամուտների եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալ կրթության եւ առողջապահության գծով կատարած ծախսերի ուղղությամբ, այդ հնարավորությունը կտրվի ամեն դեպքում այն մարդկանց, ովքեր գոնե մուտք կգործեն եւ թեկուզ առանց որևէ փոփոխության հայտարարագիրը կհանձնեն կամ կհաստատեն։ Նախագծով պետական եկամուտների կոմիտեին կտրվի հնարավորություն ունենալու հասանելիություն նաև ֆոնդային բորսաների որոշակի տվյալներին, որպեսզի ինքնաշխատ լրացվեն նաև արժեթղթերից ու ավանդներից ստացված եկամուտները։ Ավանդատուն էլեկտրոնային հարթակում պարզ գործողությամբ պետք է տա իր համաձայնությունը։ Որպեսզի ինքը ձեռքով չլրացնի, օրինակ ավանդից ինչքան տոկոս է ստացել, կլինի համապատասխան դաշտ, որով մարդը իր համաձայնությունը կտա պետական եկամուտների կոմիտեին եւ պետական եկամուտների կոմիտեն քաղաքացու փոխարեն բանկից կստանա ավանդներից ստացած եկամուտների վերաբերյալ տվյալները եւ ավտոմատ կլրացվի։ Փաթեթով հստակ սահմանված է հայտարարագրման մեխանիզմը նաև արտագնա աշխատանքի մեկնողների համար։ Իրենց ընտանիքներին գումար ուղարկելու դեպքում հայտարարատու կհամարվեն այն անձինք, ովքեր հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ։ Եթե մարդը Հայաստանի քաղաքացի է, բայց փաստացի տարվա 11 ամիսը գտնվում է այլ երկրում եւ իր եկամուտների մեծ մասը գեներացվում են այլ երկրում, այդ մարդը Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չի եւ ըստ այդմ հայտարարագիր չի լրացնելու։
Առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում գլխադասային հանձնաժողովում ամրագրվեց մեկ այլ փոփոխություն եւս, ըստ որի ընտանիքի անդամների միջև դրամական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն, խոսքը վերաբերում է չհարկվող եկամուտներին, հավելում է Բաբկեն Թունյանը։ Ընտանիք հասկացությունն էլ օրենքով, ընտանեկան օրենսգրքով սահմանված է, դրանք են առաջին կարգի հարազատները, այսինքն ծնող երեխա, քույր, եղբայր, մենք այդ ցանկին ավելացնում ենք նաև օրինական ամուսիններին, կառավարության մեր գործընկերները նաև առաջարկում են այդ ցանկին ավելացնել նաև պապիկների եւ տատիկների կողմից թոռնիկներին ուղարկվող փոխանցումներ։ Պատգամավորն անդրադարձավ նաև որոշ շրջանակների կողմից տարածվող հայտարարություններին, թե փոփոխություններն արվում են ընտրական պրոցեսներից առաջ ու հավելեց. Տեսեք, հարգելի քաղաքացիներ, սա մեր պայքարի արդյունքն է, կային որոշ մարդիկ, որոնք այդպես ներկայացնում են։ Ուզում եմ նշել, որ մենք այս մասին խոսում ենք բավական վաղուց եւ դեռևս այս տարվա սկզբին հայտարարել ենք, որ եկամուտների հայտարարման համակարգը կպարզեցվի եւ մենք համապատասխան փոփոխություններով հանդես կգանք աշնանը, այսինքն մենք կատարում ենք մեր խոստումը։ Եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի փոփոխությունների մասով առկա է խորհրդարան կառավարություն լիակատար կոնսենսուս։ Կառավարությունը համագործակցել է օրենսդրական նախաձեռնության հեղինակների հետ եւ բնականաբար ողջունում է այս նախաձեռնությունը։ Այսպիսով ներկայացված օրենսդրական փաթեթը խորհրդարանն ընդունեց երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ։